Ես նորից եմ ասում, ես չգիտեմ ով այդ պռռկացինը, բայց սուտը պիտի մի քիչ ճիշտ լինի։ Լսեցի Ազատություն ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը Լևոն Բաղդասարյանի հարցազրույցը վերջում է լրագրողի կողմից արված հայտարարություն։ Ուզում եմ մաքսիմալ փորձեմ կիրթ արտահայտվել, որ հուլիս ամսին կայացած հանրապետական հարցումներով Վարդան Ղուկասյան 1%։ Ես չգիտեմ որ մի բոզի տղենա արի այդ հանրապետական հարցումը, կամ այդ հանրապետական հարցումը, որ հարգարժան լրագրողը ցիտեց հաղորդման վերջում են, որ մի թեթև մաղձը թողեց, թույնու մաղձը, ոչինչ, լրագրողը պատահում։ Ուրեմն, սերի ժողովուրդ, քանի ստրությունները մոտենա, այնքան տենց հանրապետական բոզի տղեկ իրար հետևից հայտնվելու են ու ամեն մեկը հլելույա միջի կրակ, եթե Վարդան Ղուկասյանը մի տոկոս ա, բա Նիկոլ Փաշյանը քանի տոկոս ա, 99, կամ Տաշիրը կամ են մյուսը, ուրեմն հիմա տեսեք ինչ ենք անում։ Խոսքը վերաբերում է բոլոր այն իմ հետևորդներին, տարբեր կանալների, ֆեյսբուքյան, ինստագրամյան, տիկտոկյան ադմիններին, այն մարդկանց, ովքեր որ ուզում են իմանալ օբյեկտիվություն, որ ասում է սուտն էլ պիտի մի քիչ ճիշտ լինի, էլի։ Բոլորին ա վերաբերվում։ Ուրեմն ամեն մեկը վերցնում է իր ձեռքի տակ եղած կանալով իրականացնում է հարցում։ Ես գիտեմ, որ այնտեղ էջեր կա, որ թույլ է տալի 3 հոգու անում, էջեր կա, օրինակ բանը Facebook-ը թույլ է տալի 4, Instagram-ը թույլ է տալի 3, այսինքն չես կարող ավել դնել։ Բայց ես ուզում եմ, որ ում անուն ազգանը ուզում եք դրեք, տեխնացուների, իմ սիրելի հետևորդներ, ադմիններ եւ այլն, Վարդան Ղուկասյանին պարտադիր դրեք, Վարդան Ղուկասյանը Նիկոլը, որտեղ իշխանությունն այսօրվա թողինի, 3-րդ, 4-րդ ուզում եք, կուզեք Ռոբի, կուզեք Սերժի, կուզեք Տաշի, ով կուզի։ Ես վաղվանից, ամսի 10-ից, բոլորը դնում եք ձեր էջերի վրա այդ հարցումները, որ ցանկացած մարդ մտնի, քվեարկի, բայց մեկ անգամից ոչ ավել։ Վերջում 96 ժամ այդ հարցումները թողում ենք, 96 ժամ հետո մեր բոլոր ադմինները, հետևորդները, ովքեր որ տիրապետում են, այսպես ասած, կոմպյուտերային ծրագրավորման աշխատանքին, այդ սա հարցումները հավաքում եք տարբեր տեղերից, արդյունքները, և ճպացնում եք ձեր էջերի վրեն։ Որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք որ հլմասում են Վարդան Ղուկասյան 1%, 2%, 10%, տենան ու դանդաղ սատկեն։ Գումարած դրան, այդ ռեպորտաժը, որը որ մենք դրել ենք, այդ ռեպորտաժի տակ են խորհուրդ եմ տալի, որ մարդիկ մտնեն և իրենց նախընտրելի տեխնացուի անունը գրեն կոմենտարյաներով։ Ով նախընտրում է Վարդան Ղուկասյան, թողերի Վարդան Ղուկասյան, ով նախընտրում է Սերժուն Բալեքթուրին, թողերի Սերժուն Բալաքթուրի անուն ազգանունը։ Հասկանում եք։ Ես ուզում եմ, որ այդ լրագրողը, որ վերջը մի մաղձը թողեց, մի հատ իր աշխով օբյեկտիվ տենա, եւ ոչ միայն լրագրողը, այլ նաեւ մնացած մարդիկ, չնայած բոլորը գիտեն, այն որ բանալում շների մրցումը ալում ու շների մրցման տեղը բանը բերում են ընձառյուծին, շները ծաղ վազում են, ընձառյուծը սկիտերից իար չի գալի, ոյտեղ ապասուցելու բան չունի, բոլորն են գիտեմ, ընձառյուծը վազում է 110 կիլոմետր ժամանակությամբ։ Հիմա սրանք են, մի տոկոս, ես նորից եմ ասում, ես չգիտեմ ով այդ պռռկացինը, բայց սուտը պիտի մի քիչ ճիշտ լինի։ Հիմա հուսամ վաղվանից, այսինքն ամսի 10-ից դեկտեմբերի բոլոր տիկտոկյան, տելեգրամյան, ֆեյսբուքյան, ինստագրամյան էջեր ունեցողները կդնեն այդ հարցումը։ Հələ ու եկեք թողենք 72-ից 96 ժամ։ 96 ժամ հետո, այսինքն ամսի 14-ին այս բոզի տղաները վերակցել աշխարհ։ Ամսը 96 ժամ հետո մենք կհավաքենք բոլորի այդ հարցման արդյունքների նկարները եւ կճպցնենք Telegram, Facebook, Instagram, որտեսի Ազատություն ռադիոկայանը եւ մնացած բոլոր լրատվամիջոցները
Իրաց աչքով տենան, մի տոկոսա, 10%, թե 70%, թե 50%։ Իսկ մյուս անգամ էլ շուտ լուր տարածողների ես էլ պետար եմ անդրադառնալու ամենավերջի բնույթի հավիակներով հասարակությանը ապակողնորոշող հայտարարություններ տարածելու համար։ Եվ այսպես անցնում են գործի, սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հետևորդներ, սիրելի ադմիններ եւ սիրելի ուղղակի օբյեկտիվությունը սիրող ժողովուրդ, ամեն մեկը թոյա էջի վրան տնի, հետենեք այդ ոչ ալլամա մի տոկոս, հագակներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ես իհարկե որոշել էի չխոսալ, բայց եմ որ ասում ջանից վրան կրկնված, վակրտվա ասի պիտի վերջը խոսամ։ Այդ խնդիրը վերաբերվում է քաղաքագետ Միհրան Հակոբյան, եթե չեմ սխալվում, որ ծեծել է անհայտ անձիկ։ Այմավ ես իմ համար նստած էի։ Քրիստիկ եկավ մտավ իմ մոտ ասեց, պարոն Ղուկասյան, դեպք չի պատախի, ասի շապատախի ասի։ Ասես բան, այդ քաղաքագետ ծեծեր են, ասի վարվա ծեծերա։ Քրիստիկ սաղ զեկուցեց։ Հիմա ես կուզեմ այդ խոսափողի մոտ կանչեմ ծեծող կազմակերպի չի։ Անդո, այդ հլմեղի, ներկակեպի մինիստր Անդոշ։ Հլմեղի ես, այմարդ, համայն աշխարհին հայտնի են տարբեր սիրային պոեմների հերոսներ և իրական կյանքի հերոսներ, օրինակ Սուլեյման և Խյուրեմ, Ռոմեո Ջուլիետ, Ալի և Նինո, Կարո Մարո, բայց հայկական գրականության մեջ շուտով կհայտնվի նաև Աննա Անդո սիրային պոեմ։ Բալիս պարզվում ներկակետեի մինիստր Անդոյ, սիրու, Աննա Վարդապետյան, այմարդ, ես խասկնամեսի չակատարում սրանց հետ, ես էտ իմ ոտ են կխաշերեց, սրանք գզգնե հասել են իար, եմ որ ասում է լուբով զլավ, պալուբի շիկա զլավ, ինգեր Անդո, էտ նախ առաջին, Աննա Վարդապետյան ամուսնած ուկա, մեկ, ոչ բարով ունի մի հատ խիարի գալավա ամուսին, երկրորդ, դու կարգեբեի մինիստր մարդ, չնայած կրթությունը չի պալում, հլը մե հատ գուգլի մեջ խպի, Արզամաս, էտա Կազախստան, կասվիշըտքիտ հետար, ուրեմն էտ Արզամասի պալիգոնը, էտքան ռակետ չի տեսել, ես հար 70 տարվանտասկում, հլը շատ, ինչ Աննա Վարդապետյանի տնոյ, տարբեր չափի, տրամաչափի, լայնության, նեղության, բարձրության, չգիտեմ մեծության, այդքանից հետո սաղ դատախազություն, հերթով մտնում հլնան, հիմա էլ դուր է սիրահարվ է, եսի չակատարվում, այմա, ստեղ ակնհայտ շեցի մի հատ հիանալի ստեղծագործություն, քրիստիկ է ստեղծագործությունը ոնց է հլը մեխաթոշի աուդիտորիային, This is men, այտո, հիշարում է երկը, Իգր կրուտոն, կոնման կյաչատ, և իհարկե իրինա ալեգրովայ, իհարկե մենք իրինա ալեգրովայ չբերենք, խամեմատենք էտա ակնոցավոր ակարգի հետ։ Ես իմ բարով կուզեմ ասել, ընկես, ինչ է հետ մարցանը, միրան, այտո, դու եկա քաղաքագետ մարդ, դու ինչի ես վեկալ է բերանըտ ափեր, ծպեր, ամբաղ, զամբաղ շախտալու, որ Անդոյ թոմպում Աննա Վարդապետյան, էտ է իրուզան, կեզ դրել է վինտեղ Վարդան Ղուկասյան, մեկ ասելով ախր ամեն, վրդան ես կապազաներոս է, ամեն սենվան որդելով չի կրնա խաղան, ամեն նետ չի կարալ մի դորք, կտ չի այդ ուզեք իմ խետը ոտ մեկնեկայտա, Հել բերանա պրծեպր շախտրել, որ էտա Անդոյ սիրահետում Աննա Վարդապետյան, ամեն մասաղրիկի պպել է տվել, իհարկե սա չի բացահայտվի, մարացեք, որ կբացահայտեն, կպրնեն, ելկանեն, ելկանեն,
Ես ուղղակի ես ուզում եմ նաև ասել, որ սերի ժողովուրդ, ինչով, այսինքն ինչիա ձեզ կերե ընկել քաղաքագետը։ Մասն բացահայտել է սիրո սկանդալ, սիրո հեճող կողմերից մեկն նոկոզաթար է։ Պաշտնականի քիչ հաշում։ Ես ուզում եմ ժողովուրդ իմանա։ Թե չհելել է ես այղե, են այղե, սենց եղավ, կարող ասել կարող, ոչ։ Խոսացելով, դրել եմ խթրայեմ Անդոն ասելով, կերակ ասեք ծեցեք, որովհետև էտա մտել է Անդոյի անձնակապ, ես էլ եմ ուզում ախրները, ներրեմ եմ, հետո խշունից կթելվեմ եմ, ուզում եմ տենան դրանք, էտ երկուսը ինչ թարենի ասիրած, Էնի խաղում նրա դեմքի հետ, էնի խաղում նրա ազերի հետ, էնի խաղում նրա երկարում ազերի հետ, էնի խաղում նրա քաչամի հետ, էնի խաղում նրա էլչասեմիչի հետ։ Անդու, այդ տղով, այդպես պատշան ես։ Իհարկե ոչ մեկ սրամասեն չէր խոսապացի ինձանից, դեկի դες, քրիստիկ ընգալի ասում, ատողներ ես որդեն են։ Բայց եկա նորմալ, դեվալ ասում, ատես կով տղա ես, ինչ կորսվեց է պորրիկի հետ, այդ տղով։ Ինչ կորսուն ես, Ղարամանյան, Մանամանյան, սաղ նրան սովորեցին, ինչ է նշանակում սեղական ներդաշնակություն։ Հիմա դու, չի կարելի։ Տեսենքել է, նա շուխուր, նա աղմուկ, նա տամիջոցնի, խաղագետ է ծեցե, դե իտ կամբանասն է չիշնասը կտ շավար է ծեցե, ետ խեշմալթուն, նա պրծետոր շավատր է դրամար, ասք ինչ կորսուն ես, չուզո այդ ոնց ոննել ես, ես է ուզում ասել ժողովուրդ ջան, համի բաց տրամադրություն ունեմ, թեխիկ իմանակ հետո, բայց ասեց ամեն դեպս մտնեմ ասեմ, շատ եկի սկանդալա, ոչ մեկ չի ասեմ, ասիվ ասան Ղուկասյանից, դե հարկե Էլին իքը բաներ կասելու, մեր հոգևորականների վերաբերյալ, էտադրանսերական սկանդալներն, դենսեր, էտի դուրս գան նոր, էտի դուրս գան, լրիվ, թուղթուցանակով, թամասով, ես կներկայացնեմ հանրությանը, այդպես հոյմ աղխային տաղան ու բավարվան, այսօր այս քանը, շորականություն ամենան հայոց Վարդան Ղուկասյան։